Եվրոպական քաղաքական համայնքի Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը հանդես եկավ զեկույցով այն մասին, որ իրենց երկրում դեզինֆորմացիոն տեխնոլոգիաներ կիրառողները նախապես հանդես են եկել սոցիոլոգիական հարցումով, պարզելու համար, թե որ ոլորտներում դեզինֆորմացիան է, որ հանրության վրա առավել մեծ նեգատիվ ազդեցություն կունենա նրանց տրամադրելու պետության և կառավարության դեմ, և պարզվել է, որ դրանք 4 ոլորտներն են. առաջինը ազգայնությունը կամ ազգայինությունը, երկրորդը եկեղեցին, երրորդը առողջապահությունը և դրա այլընտրանքային մեթոդները և չորրորդը դավադրությունները։ Ինձ թվում է պարզ է, թե առակս ինչ է ցուցանում, և հաջորդ հետևությունն այն է, որ մեր հանրությունը այնուամենայնիվ շատ հարցերով շատ չի տարբերվում եվրոպական շատ հանրություններից։ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին հիպոթեկային վարկառուներին վերադարձրել ենք 72 միլիարդ դրամի եկամտային հարկ։ 2018 թվականի նկատմամբ այս թիվը ավել է 65.5 միլիարդ դրամով կամ 1399%-ով։ Հիմա ծրագրից օգտվում են 62139 քաղաքացի, որը 2018 թվականի համեմատ ավել է 58118 քաղաքացով կամ 1445%-ով։ Այս ծրագրի շրջանակում ձեռք բերված կառուցված կամ կառուցվող բնակարանների կամ տների թիվը 2018 թվականի համեմատ ավել է 43517-ով կամ 1714%-ով։ Այս թվերը ուրեմն այնպիսին են, որ խնդալու են հնչում։ Մարդ ուղղակի ընդդիմադիր լիներ մի քիչ ղժար այս թվերի վրա։ Պատկերացնում եք, պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած 3 նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի։ Ընդ որում, այդ ժանրը, որ ես քեզ հետ բանավեճելու բան չունեմ, ինքը լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ մարդկանց խոսածածի 99.9%-ը բանավեճ է ինձ հետ։ Իսկ չեն գալիս բանավեճի, որովհետև իրենց խոսածածի 99.9%-ը, որ բանավեճ է ինձ հետ, ֆեյք է, եւ դա շատ հեշտությամբ ցույց կտամ։ Իրեն խորհրդանական ընտրությունների եք մասնակցում, բանավեճի չեք գալու ընտրությունների, էլի փախնելու եք։ Շատերը հարցնում են, թե ինչ տարբերություն երրորդ հանրապետության եւ չորրորդ հանրապետության միջեւ։ Իսկ տարբերությունը հետեւյալն է. երրորդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, չորրորդ հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա։ Երրորդ հանրապետությունում սահմանադրության, ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ եւ քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է, չորրորդ հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի։ Երրորդ հանրապետությունում իշխանության պատկանելը ժողովրդին հարաբերական է եւ ֆորմալ, չորրորդ հանրապետությունում պետք է լինի հստակ եւ անառարկելի։ Եվ ի վերջո, երրորդ հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, չորրորդ հանրապետությունը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է եւ հայրենիք փնտրելու կարիք չկա։ Հայաստանի բոլոր 3 նախկին ղեկավարները այսպիսի խոսույթ են որդեգրել։ Մեկը ասում է 1994 թվականի Բուդապեշտի փաստաթղթով Ղարաբաղի հարցը սենց էինք լուծելու։ Երկրորդն ասում է 2001 թվականի Քիևի փաստաթղթով Ղարաբաղի հարցը սենց էինք լուծելու։ Երրորդը ասում է 2011 թվականի Ղազանի փաստաթղթով Ղարաբաղի հարցը սենց էինք լուծելու ու նկարագրում են մեկը մյուսից հոյակապ լուծումներ։ Բա լուծեիք։ Ինչու ուրեմն Հայաստանի բոլոր նախկին 3 ղեկավարները կյանքից չեն կորչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները։ Սրա համար կարող է լինել 2 տարբերակ։ Առաջինը, որ նրանք ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, եւ երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են եւ դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե դուք աշխատանք եք փնտրում բարեկեցության համար, ձեր գտած աշխատանքը յոլա գնալ գուցե, բայց բարեկեցություն չի ապահովելու ձեզ։ Բարեկեցության համար այնպես արեք, որ աշխատանքը ձեզ փնտրի։ Դրա համար ձեզ պետք է 3 բան. կրթություն, կրթություն եւ կրթություն։ Եթե դուք ունեք կրթություն, բայց աշխատանքը ձեզ չի փնտրում, ուրեմն ձեզ հարկավոր է 3 բան. առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։